Հայաստանի վարչապետի տիկնոջ կողմից գլխավոր դատախազի անունով ստացված հաղորդմանը օրենքով սահմանված կարգով ընթացք է տրվել։ Այս մասին հայտնել են գլխավոր դատախազությունից։ Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը հայտնել էր, որ իր անունով գործարարների վրա հնարավոր ճնշումների եւ 8 սուպերմարկետների ցանցի հետ կապված ահազանգերի վերաբերյալ դիմել գլխավոր դատախազություն, խնդրելով քննություն իրականացնել։ Նա ընդգծել է, որ նման գործողությունները, եթե հաստատվեն, ենթադրում են քրեական պատասխանատվություն եւ կոչ է արել տուժած գործարարներին դիմել իրավապահներին։ Շիրակի 1/68 շենքում տեղի ունեցած փլուզման, ինչպես նաև շինության հետագա փլուզումը կանխելու եւ հնարավոր վտանգները նվազագույնի հասցնելու նպատակով բեռնատարների մուտքը ժամանակավորապես արգելվում է հետևյալ ուղղություններով. Շիրակ Արարատյան փողոցների խաչմերուկից դեպի Շիրակ Շարորի փողոցների խաչմերուկ, այդ թվում նաև հետադարձ ուղղությամբ, շենքի տեխնիկական վիճակից բխող հնարավոր ռիսկերից խուսափելու համար բեռնատարների վարորդներին հորդորում են նախապես շրջանցել Շիրակի փողոցը, նաև Շիրակ Հյուսիս-Հարավ Արևմայրուղուց մուտք գործելիս, Արտաշիսյան Բագրատունյաց փողոցների խաչմերուկից դեպի Արտաշիսյան Շիրակ փողոցների խաչմերուկ երթևեկելիս։ Սուր շնչառական վարակներն ակտիվ փուլում են, շրջանառվում են ռինովիրուսի, բոկավիրուսի, ադենովիրուսի, պարագրիպի հարուցիչները, կորոնավիրուսային հիվանդության հարուցիչներ, նաև գրիպի A տեսակի վիրուսը, այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից։ Սուր շնչառական վարակներով եւ գրիպով չհիվանդանալու, ինչպես նաև բարդություններից խուսափելու նպատակով կրկին հիշեցնում եւ հորդորում են պատվաստվել սեզոնային գրիպի դեմ դիմելով պոլիկլինիկա կամ ամբուլատորիա։ Գրիպի դեմ պատվաստումը նվազեցնում է գրիպով հիվանդանալու հավանականությունը, կանխարգելում է հիվանդության բարդությունները։ Միաժամանակ, եթե հիվանդ եք, Առողջապահության նախարարությունը հորդորում է մնալ տանը, հնարավորինս շատ հեղուկներ օգտագործել, հաճախակի օդափոխել փակ տարածքները, պահպանել հազի ու փռշտալու կանոնները, չզբաղվել ինքնաբուժմամբ, անհարկիչ օգտագործել հակաբիոտիկներ, հագնվել եղանակին համահունչ, հետևել անձնական հիգիենային, ասված է Առողջապահության նախարարության հաղորդագրության մեջ։ Հայաստանի բնակչության մոտ 95.4%-ը 2.793.042 մարդ իրենց դավանանքով պատկանում են հայ առաքելական եկեղեցուն։ Տվյալները հրապարակել է Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեն հիմնվելով 2022 թվականի հոկտեմբերի 13-ից 22 անցկացված մարդահամարի արդյունքների վրա։ Մարդահամարի տվյալները բացահայտում են նաև երկրի կրոնական բազմազանության պատկերը։ Ըստ հրապարակման բնակչության 0.6%-ը 17501 մարդ որևէ կրոնական դավանանք չունի։ Կաթոլիկ եկեղեցուն իրենց պատկանելիությունը նշել է բնակչության 0.61%-ը 17884 մարդ։ Ուղղափառ քրիստոնյաները կազմում են 0.22%, 6316 մարդ, իսկ ավետարանականները 0.54% կամ 15836 մարդ։ Հայաստանում առկա է նաև շարֆադինական դավանանքը 0.49% կամ 14349 հետևորդով։ 1.7% կամ 49353 մարդ հրաժարվել է պատասխանել կրոնական պատկանելիության վերաբերյալ հարցին։